Հարություն Սահակյանը, որը ամիսներ շարունակ գտնվում էր հետախուզման մեջ, Ֆազի Սերգեյ Գրիգորյանի սպանության գործով վերջապես ձերբակալվել է Ռուսաստանի Դաշնությունում, ՌԴ հատուկ ծառայությունների ձեռնարկված օպերացիայի արդյունքում։ Այս ձերբակալությունը միանշանակ նշանավորում է գործի նոր փուլ և ցույց է տալիս, որ հետաքննությունը դուրս է եկել տեղական սահմաններից, դառնալով միջազգային հարթության կարևորագույն թեմա։ Ռուսաստանի հատուկ ծառայությունները գործի վրա աշխատել են երկար ամիսներ, հետևելով Սահակյանի տեղաշարժերին, կապերին և հնարավոր ապաստարաններին։ Ըստ իրավապահ աղբյուրների, նրա գտնվելու վայրը մշտապես եղել է գաղտնիության, սակայն օպերատիվ միջոցների շնորհիվ հաջողվել է իրականացնել ձերբակալությունը առանց միջադեպի հանրայնացման։ Սա հնարավորություն է տվել հետաքննության մարմիններին վերահսկել Սահակյանի արտանձնման գործընթաց և ապահովելով, որ նրա ցուցմունքները մատուցվեն լիարժեք և անխափան։ Հայաստանի իրավապահ մարմինները անմիջապես սկսել են արտանձնման գործընթացը։ Արտանձնման ընթացքը ներառում է ոչ միայն իրավական փաստաթղթավորում և դատարանների որոշումներ, այլև դիվանագիտական աշխատանք երկու երկրների իրավապահ համակարգերի միջև, ինչը հաճախ կարող է ձգձգվել մի քանի ամիսներ, սակայն առանց Սահակյանի Հայաստանի արտանձնման ամբողջական հետաքննությունը հնարավոր չէ համարել ավարտված։ Այս ձերբակալությունը արդեն բացահայտում է մի քանի կարևոր հանգամանք։ Դեպքը համակարգված էր և խմբային բնույթ էր կրում։ Ըստ իրավապահների, Հարություն Սահակյանը գործում էր որպես հիմնական կազմակերպիչներից մեկը, իսկ նրա գործընկերները Սուրեն Գրիգորյանը և ևս մի քանի անձինք ստանձնել են իրենց նշանակված դերը սպանության ընթացքում։ Նշենք, որ Սուրեն Գրիգորյանը դեռևս որոնվում է և նրա գտնվելու վայրը հայտնի չէ։ Կալանավորվածների և ձերբակալվածների ցուցակը շարունակվում է համալրվել։ Մինչ այժմ արդեն ձերբակալվել են մի քանի անձինք, որոնք կասկածվում են Ֆազի սպանության նախապատրաստման և կատարման մեջ։ Ըստ իրավապահների, նրանք եղել են խմբի ակտիվ անդամներ, իրենց առաջադրված պլանավորված դերերով։ Ձերբակալման արդյունքում իրավապահներին հաջողվել է հավաքել նոր ցուցմունքներ, որոնք բացահայտում են հանցագործության կազմակերպված բնույթը և խմբի կառուցվածքը։ Հետաքննության տվյալներով, սպանությունը ոչ միայն եղել է ուղղակի հանցագործություն, այլև փորձ էր ուղղված ազդեցության, դիրքերի վերահսկման և ֆինանսական շահերի վերաձևավորման։ Սա բացատրում է, թե ինչու գործողությունը իրականացվել է խմբային ձևաչափով և ինչու Սահակյանի և մյուս կասկածյալների դերը եղել է անհրաժեշտ, ըստ նախապես մշակված պլանի։ Հասարակության և լրատվամիջոցների ուշադրությունը սրված է ձերբակալությունից հետո։ Այս զարգացումը համընկնում է այն ակնկալիքների հետ, որոնք առաջացել էին հանցագործության կատարման պահից ի վեր։ Հանրությունը սպասում է պարզաբանումների, իսկ մեդիան բացահայտումներին։ Այս ուշադրությունը ապահովում է, որ հետաքննությունը շարունակվի հաշվետու և հետևողական, և ոչ մի հանգամանք չմնա անպարզ։ Բացի այդ, այս ձերբակալությունը ցույց է տալիս, թե ինչպիսի կարևորություն ունի միջազգային համագործակցությունը ծանր հանցագործությունների դեպքում։ Հարություն Սահակյանի գտնվելու վայրը ՌԴ-ում և այդ երկրի իրավապահ մարմինների ներգրավվածությունը ընդգծում են, որ նման դեպքերում տեղական միջոցները հաճախ բավարար չեն և անհրաժեշտ է համակարգված գործողություն մի քանի երկրների իրավապահ մարմինների կողմից։ Մոտ ապագայում Սահակյանի ցուցմունքները կարող են բացահայտել ոչ միայն սպանության ընթացքը, այլև մյուս կասկածյալների դերը, խմբի կառուցվածքը և կազմակերպման բոլոր մանրամասները։ Սա հնարավորություն կտա իրավապահներին շարժվել առաջ և գտնել նաև Սուրեն Գրիգորյանին լիարժեք մեղադրանք առաջադրելու համար։ 2024 թվականի հունիսի 11-ը դարձավ Հայաստանի քրեական պատմության սև էջերից մեկը։ Սերգեյ Գրիգորյանը, Ֆազը սպանվեց, և դեպքը անմիջապես հանրության լայն ուշադրության կենտրոնում հայտնվեց։ Սպանությունը իրականացվել է խմբային, համակարգված գործողությամբ, որը պահանջել է նախնական պլանավորում, մշտադիտարկում և հստակ բաժանում դերերի։ Ֆազը տարիներ շարունակ զբաղեցրել է ազդեցիկ դիրք և ունեցել է բազմակողմանի կոնֆլիկտներ անձնական, ֆինանսական և ազդեցության ոլորտներում։ Նրա շուրջ շրջանառվել են բազմաթիվ խոսակցություններ, որոշները հիմնավորված, մյուսները ենթադրություններ, սակայն բոլորն էլ բավարար էին հակասությունների շերտերը ստեղծելու համար։ Այս հակասությունները տարիների ընթացքում կուտակվել են և ստեղծել հիմք ծայրահեղ գործողությունների համար։ Հետաքննության տվյալներով, սպանությունը պլանավորվել է մի քանի փուլով։ Առաջին փուլը՝ զոհի տեղաշարժերի և առօրյա գործելակերպի ուսումնասիրություն։ Հետաքննությունը պարզել է, որ Սերգեյ Գրիգորյանի առավոտյան ռեժիմը, այցելած վայրերը և անվտանգությունը մանրակրկիտ դիտարկվել են՝ նպատակ ունենալով նախօրոք ընտրել հանցագործության իրականացման լավագույն ժամանակը։ Երկրորդ փուլը՝ միջադեպի նախապատրաստում։ Գործողության ժամանակահատվածում խմբի անդամները ապահովել են, որ միջադեպը տեղի ունենա միայն իրենց վերահսկողության ներքո, օգտագործելով հոգեբանական և ֆիզիկական միջոցներ զոհին նախապես վերահսկելու համար։ Վերջնական փուլը՝ մահացու գործողության իրականացման պահը։ Սպանությունը կատարվել է հաշվարկված, նպատակային գործողությամբ։ Հարություն Սահակյանը մեղադրվում է հենց այս կազմակերպված գործողությունների մեջ։ Որպես խմբում համակարգող և հիմնական պատասխանատուներից մեկը, Սուրեն Գրիգորյանը, ով ևս մասնակցել է գործողությանը, դեռևս հետախուզվում է։
Շարժառիթները բազմաշերտ են, հետաքննությունը առանձնացրել է մի քանի հիմնական ուղղություն։ Հետաքննությունը հաստատել է, որ գործողությունը վտանգավոր էր ոչ միայն զոհի համար, այլև մյուս կողմի անձանց համար։ Այս փաստը ընդգծում է, որ սպանությունը ոչ միայն անձնական վրեժ կամ պատահական միջադեպ չէր, այլ պլանավորված, հաշվարկված և խիստ համակարգված գործողություն։ Կալանավորված անձինք, որոնք ձերբակալվել են սպանությունից հետո, շարունակում են տրամադրել ցուցմունքներ, որոնք թույլ են տալիս իրավապահներին բացահայտել ամբողջական հանցագործության շղթան։ Նրանց ցուցմունքները կարևոր են նաև ապագա դատավարության համար, քանի որ դրանք կարող են օգնել հաստատել մեղադրանքը բոլոր կասկածյալների նկատմամբ։ Այս դեպքը ոչ միայն քրեական, այլև սոցիալական նշանակություն ունի։ Հասարակությունը հետևում է հետաքննության բոլոր փուլերին և ակնկալում է, որ արդարադատությունը կատարի իր գործը լիարժեք, իսկ իրավապահ համակարգը ներկայացնի ճշմարտությունը առանց հապաղումների։ Հետաքննության տվյալները ցույց են տալիս, որ խմբի գործողությունների նախապատրաստումը եղել է համակարգված, և Սահակյանի և մյուս կասկածյալների դերը խիստ կարևոր էր։ Նրանք վերահսկել են ամենափոքր դետալը, ապահովելով գործողության հաջող իրականացումը։ Սերգեյ Գրիգորյանի սպանության գործը նոր փուլ մտավ այն պահից, երբ Հարություն Սահակյանի ձերբակալությունը տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայությունների կողմից։ Այս ձերբակալությունը հնարավորություն է տվել իրավապահ մարմիններին խորացված հետաքննություն անցկացնել, վերլուծելով խմբի գործողությունների հաջորդականությունը և սպանության նախապատրաստման բոլոր մանրամասները։ Հետաքննության մյուս կարևոր ուղղությունը հասարակության և մեդիայի վերահսկողությունն է։ Հասարակությանը բարձր հետաքրքրությունը և մեդիայի հետևողական լուսաբանումը ապահովում են, որ հետաքննությունը իրականացվի թափանցիկ, հաշվետու և հետևողական։ Այս երևույթը հատկապես կարևոր է, քանի որ այն կանխարգելում է ցանկացած խախտում կամ բացթողում դատական գործընթացում։ Ավելին, այս մասում պետք է ընդգծել իրավապահների կողմից կազմակերպված աշխատանքի պրոֆեսիոնալությունը։ Հետաքննության ընթացքում ոչ թե միայն գործողությունների իրավական մասի շրջանակներում, այլև ներառում է օպերատիվ միջոցառումներ, վերլուծություններ, տեխնիկական ստուգումներ և ցուցմունքների համադրմամբ ամբողջական շղթայի վերլուծություն։ Սահակյանի ցուցմունքները արդեն բացահայտել են ոչ միայն գործողությունների հերթականությունը, այլև խմբի կառուցվածքը, անդամների բաժանումը, նրանց պատասխանատվության ոլորտները և միջկազմակերպված կապերը։ Սա հնարավորություն է տալիս իրավապահներին առաջ շարժվել և իրականացնել լիարժեք մեղադրանք բոլոր կասկածյալների նկատմամբ, այդ թվում բացահայտել և ձերբակալել Սուրեն Գրիգորյանին, ով դեռևս հետախուզվում է։ Ֆազի սպանության գործը կանգնած է այն խաչմերուկում, որտեղ իրար են խաչվում իրավապահ համակարգի աշխատանքի արդյունավետությունը, միջազգային համագործակցությունը և հանրային վերահսկողությունը։ Այս դեպքը հիշեցնում է, որ ոչ մի ծանր հանցագործություն չի մնում անպատիժ, անկախ այն հանգամանքից, թե որտեղ է գտնվում մեղադրյալը կամ որքան ժամանակ է անցել։ Հարություն Սահակյանի ձերբակալությունը և կալանավորված անձինք արդեն ցույց են տալիս, որ իրավապահ համակարգը կարող է աշխատել հետևողական և համակարգված։ Մարդիկ, ովքեր մասնակցել են գործին, կանգնած են արդարադատության առաջ, իսկ մյուսների որոնումները շարունակվում են։ Ֆազի գործը նաև սոցիալական ուղերձ ունի։ Այն հիշեցնում է, որ ոչ մի հանցագործություն չի մնում անպատիժ, և իրավապահ համակարգի աշխատանքը, անկախ բարդությունից, կարող է ապահովել ճշմարտության բացահայտումը։ Այս դեպքը շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում, և այն ապացուցում է, որ միջազգային համագործակցությունը, իրավական գործողությունները և տեխնիկական միջոցները միասին են գործում արդարության համար։